Էնա չէ։ Սոնորը խղճերախ են։ Բաներով օգնելու բաներով կասի, բարձրացի։ Նույնիսկ ջան կազմակերպիկ բարձրացի։ Ջորջան հետ անց։ Ճղերին էր, չէ՞։ Ես ասում եմ, չէ՞ ճղերին ծառի արմատներին բան։ Տիղմը խղճերախ են։ Մենակ ձեռն։ Լավ, մայիսի 24-ն է։ Գրեթե 20 օր շարունակ հսկայածավալ, տիտանական, անգամ վտանգավոր պայմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի, Սևանի ջրասուզակները, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի փրկարարները, ինչու՞ չէ նաև Մարմարի գյուղի ողջ բնակիչները եւ Հայաստանի ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային քրեական վարչության ոստիկանները, համայնքային ոստիկանները որոնողական աշխատանքներ էին կատարում, առավոտյան լույսը բացվում էր, ամսի 4-ին էր, չէ՞ տղեր դեպքեր, ամսի 4-ից որոնում էին, ինչպես շատերն էին արդեն ասում հրեշտակ Տիգրանին, ցավոք այսօր ամսի 24-ին ջրասուզակները վաղ առավոտվանից փրկարարների հետ սկսել էին որոնողական աշխատանքները եւ դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ահա այս հատվածում այն ծառերի ճաճոտ վայրում հայտնաբերել են երեխայի մարմինը։ Այս պահին տարածքը սահմանազատվել է, տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետն է տեղում, տեղակալն է տեղում, Կոտայքի քրեական վարչության պետը եւ կարելի ասել ամբողջ գյուղը։ Այսօր նույնպես ողջ Մարմարիկը Տիգրանի հարազատների հետ մասնակցում էին որոնողական աշխատանքներին։ Ցավալի դեպք է, բայց նաև առիթից օգտվելով չեմ կարող մի քանի խոսք չուղղել այն սուտ գուշակների, ովքեր ավելի շատ խանգարում էին փրկարարների եւ ոստիկանների ու պարեկների աշխատանքը, ովքեր ավելի շատ հոգեբանական ճնշում էին գործադրում երեխայի հարազատների վրա, ինչպես ժողովուրդը ասում, ամբաղ զամբաղ խոսում էին, թե երեխան այս ծառի տակ է, երեխան անտառի ուղղությամբ է գնացել, հարգելի սուտի գուշակներ, ձեր այդ քայլերով դուք ավելի շատ ծառայում եք սատանային, քան Աստծուն։ Դեպքի փաստով էլ երեխայի մարմնի հայտնաբերման փաստով էլ
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչքան կլինի 3 կիլոմետր կլինի, չէ՞, ընդերից 8 կիլոմետր 7 Ճիշտ ասած ես սխալվել էի, ասում եմ 2-3 կիլոմետր, բայց մոտ 7 կիլոմետր որոնողական աշխատանքները շարունակվել էր նաև այսօր։ Ինչ չեմ լսում։ Այ հենա մի հատ տեղն այ, այ էսա չէ։ Hem sptak pedere voltate a giocare. Այ դա, այ Ծաղին լավ։ այդ կողմից երևում է, չէ։ Հա։ Ճիշտ եմ, չէ՞ նկարում այդ տեղը։ 7 կիլոմետր խորտի։ Մենք Փաշեյան գալիս է կանխամիացած։ Ժորտի դարի հարազատեսկոմ Որտե՞ց։ Արտավաճանապարհից արդեն վազալազի շորերով մտել եմ գետը, գետի մեջով ամեն մեկի կարքայելով եկել եմ ասել եմ ստեղ այս անիտագից այս հայտերը որքան դրա Այս ջուրերի մոտից ուզում եմ ֆինալեսկում ինքան անտեսանելի որքան զերքը երևի մեկ 10 սանտիմետր վերևեր այս մատերը տեսա հրացի գնացի մոտիկ ջուգեցի երեխում արմին Ինչ դիրքով էր։ Սենց կողքի պատրած երևի ջրի ովքի որ վերերա վերածարներին կես մատերն էր վերևում հայտնեցի ընկերներից, գործընկերներից և ջերից դուրս բերեց։ Ով է ջրից դուրս բերել։ Մերքունյան ջերասուզած։ Առաջարկում եմ ձեզ հատնել, ինչպես է մոտավորապես ինչքան կտրի նշված։ Ջրի խորությունը նշված։ Խորությունը նկարը գործատեղից էր, գործավեր, երեխեն կողքի դիրքում էր, գլխատուրքեսն էր ապիկով, իրան դերիր էր հավանաբար արդեն ուրված վիճակում վերիր էր, ստեղել էր ջրի վերեն, դերիր էր խտեր այդ մասը պահել էր։ Այս ծառերի, հա։ Այս ջուրերը որպես մեջտեղի հատվածը, հա։ Չէ, այս կողմ իր ամեն այս ծայրի մասը։ Հա։ Մոտավորապես սկզբնամասը, ինչը երեխան խտեր պահել էր։ մոտավորապես ինչքան կլինի։ 15 Խորությունը մոտավորապես մոտավորապես։ Անի լետ դիակերը որտեղ տեղափոխվում։ Տեղափոխեցի վերեցի դեպի Նշեմ, որ
Պոլիս աղբեր։ Գետի մոտից դիակը տեղափոխվել է։ Եկեք, տեղափոխվել է։ Հոր։ Կներես աղբեր։ Ծածկված էր համապատասխան։ Մի նկարի, դիակը նկարում ես իմ։ Շորժա մի րոպե։ Դաչի։ Գնացեք ուրիշ բերեք։ Արտուր, Մինասյան։ Ուր անամ էլ Արտուրը։ Մինասյան։ Ay satmatısı kötü. Bu da istemez. İyi şey. Hı? Şunun mu?